երևի մի անգամից սկսենք, որովհետև արագաչափերի մասին արդեն փաստորեն փետրվար ամսվանից խոսակցությունները գնում է, ոնց որ թե մինչև վերջի ժամանակներս խախանդ էր, մեր կողմից բարձրացվեց մեկ հարց, մոտ 1-1.5 ամիս առաջ, երբ մենք հարցում արեցինք ճանապարհային ոստիկանությանը, որ տրամադրեն մեզ արագաչափերի տեխնիկական պարամետրները և տրամադրեն շահագործման ինստրուկցիան։ Սակայն մենք դրա պատասխանը չստացանք, մեզ տրամադրեցին այլ արագաչափի մոդելի տեխնիկական տվյալները, տրամադրեցին այլ արագաչափի սերտիֆիկատը, այն էլ սերտիֆիկատը, այդ մոդելի սերտիֆիկատը, տրամադրեցին նաև, երբ մենք երկրորդ նամակը գրեցինք, որ մեզ տրամադրեք այն, ինչ մենք խնդրել էինք առաջին նամակում, մեզ ուղարկեցին մի նամակ Գերմանիայից ստացած Genoptic ֆիրմայի ինչ-որ մի աշխատողի, որը որ թարգմանությամբ, որը որ նշել է, որ այդ մոդելները միևնույն պրինցիպի են աշխատում, այսինքն նույն հիմունքներով, դոպլերի էֆեկտով, նույն լազերային անկյուններն ունեն չափագրման և այլն, բայց մեզ այդպես էլ ևս երկրորդ անգամ էլ չտրամադրեցին մեր հարցմանը հարցերին, մեր նամակի հարցերին, նորից եմ կրկնում տեխնիկական նորմերը և շահագործման ինստրուկցիան, չէ որ ցանկացած քաղաքացի կարող է իմանալ և ծանոթանալ այդ սարքերի հետ։ Մենք իհարկե ինտերնետի միջոցով գտանք այդ երկու սարքերի տեխնիկական նորմերը և պարզվեց, որ այն սարքը, որը որ ներկայումս մեզ մոտ տեղադրված է, որի մոդելը S կոչվում է մուլտիրադար MR S 580, այդ սարքի տեխնիկական նորմերը ասում են այն մասին, որ այս սարքի անճշտության մեծությունը կազմում է պլյուս մինուս 3 կմ/ժ։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եթե խոսքի օրինակ արագությունները եթե գերազանցվում է 1 թվով, 2 և 3 թվերով, ապա դա այն անճշտությունն է, որը տալիս է այդ սարքը։ Հետևապես փաստորեն ճանապարհային ոստիկանությունը պետք է սկսեր տուգանել 4 թվից, այսինքն որ թվերը ավարտվում են 4 և ավել թվերով։ Այնուամենայնիվ, ուրեմն մենք ունենք բազմաթիվ այդպիսի որոշումներ, որոնք ավարտվում են 1, 2 և 3 թվերով։ Այդ դրա մասին մենք հայտարարել ենք արդեն, սակայն մեզ դեռ ոչ մի պատասխան չկա, մենք փորձենք շարունակել պարպատել վերջապես գտնենք, թե կա արդյոք գործող տվյալ պահին գործող արագաչափերի սերտիֆիկատը, մեզ այդպես էլ չտրամադրեցին, այդ արագաչափի տեխնիկական նորմերը և շահագործման ինստրուկցիան, վերջապես քաղաքացին իրավունք ունի ծանոթանալու դրանց հետ, իհարկե ունի, և մենք այդ չունենք, որ տրամադրենք քաղաքացիներին։ Եվ երկրորդը, եթե հետաքրքիր է, եթե չկա սերտիֆիկատը, ապա ինչպես են շահագործում, ինչ կանոններով են որոշում, որ վարորդը խախտում է կատարել։ Որոշման մեջ գրած է, որ համադրում են տեխնիկական տվյալները վարչական իրավախախտման հետ, բայց չի գրած համադրել են այդ տեխնիկական սարքի միջոցով ցուցանիշները, այսինքն կոնկրետ արագությունը, համադրել են այդ արագաչափի անճշտության հետ։ Մի խոսքով հարցեր կան, որոնք մենք պետք է շարունակենք գտնել և դրա պատասխանները երևի մեր կարծիքով շուտով դրանք էլ կստանան։ Ինչ վերաբերվում է արագաչափերի այդ տեսախցիկներին,
մենք արդեն ունենք բազմաթիվ բողոքներ, երբ վարորդները ներկայացնում են մեզ այն նկարը, տեսանյութը, որտեղ վարորդը իբրև խախտում է կատարել, եւ մենք տեսնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Այսինքն մենք արդեն, եթե չեմ սխալվում, 2 թե 3 գործ արդեն դատարան ենք դիմել, որ տեսնենք ինչ կասի դատարանը այդ կապակցությամբ, եւ վերջերս եւս շարունակվում է գալ այդ բողոքները, ըստ երևույթի դրա քանակը քանի գնա պետք է ավելանա մեր կարծիքով, որովհետև առանձին դեպքերում, երբ մենք մատնանշում ենք, մեզ ասում են, չէ, մենք ճիշտ ենք որոշումը կայացրել, բայց այնուամենայնիվ որոշումը սխալ է կայացված, որովհետև չի կիրառվել կոնկրետ հիմնականը, դա ճանապարհային երթևեկության կանոնների 19 կետն է, որը ես արդեն բազմիցս ասել եմ այդ կետի մասին, որ ճանապարհային ոստիկանությունը պետք է կիրառի այդ կետը համատեղ միջազգային կոնվենցիայի, ճանապարհային երթևեկության մասին միջազգային կոնվենցիայի պահանջներին համապատասխան, 18 կետի համապատասխան, սա համատեղ պետք է կիրառվի, ինչու, որովհետև եթե վարորդը հատում է հոծկիցը դեղին լույսի առկայությամբ, երբ որ վառվեց դեղին լույսը եւ նա չի կարող չկիրառելով կտրուկ արգելակում կանգնել կան գծի առջև, ապա կետը այդ ասում է, որ վարորդը կարող է շարունակել երթևեկությունը, իրեն չի պարտադրվում, որ ինքը շարունակի երթևեկությունը, նա կարող է շարունակել երթևեկությունը, հետևապես դա պարտադիր պահանջ չի, սակայն իրան վերագրում են, որ ինքը այդ չկանգնեց կամ գծի առջև, իսկ եթե չկանգնեց, ինչ պետք է անի վարորդը, պետք է կամ գնա, կամ կանգնի, որոշողը վարորդն է, ոչ թե տեսուչը։ Եթե ինքը գտնում է, որ վտանգ կա, ուրեմն չի գնա, հետևապես կան գիծը անցնելը եւ ինչ որ միտեղ կանգնելը, անգամ խաչմերուկի հատվածում, դա երթևեկության կանոնների խախտում չի, դա անվտանգության ապահովում է եւ որոշումը կայացնողը վարորդն է, ոչ թե տեսուչը։ Դա է ասում հենց 19 կետը։ Սակայն չես իմանում ինչի անգամ առանձին դեպքերում դատարաններն էլ ասում են դե պարտավոր էր անցնել, թե ինչու չես հասկանում։ Վարորդը ամենակարևոր դերն է տանում եւ մեզ մոտ իդեպ ասեմ, որ վարորդական վկայականները ստանալու համար հիմա բավականին մեծ աշխատանք է կատարվել, ստեղծվել է առանձին հաշվառման քննական բաժանմունք, կա ավտոդրոմ, որտեղ քաղաքացիները կարող են հանձնել քննություն։ Բարելավումը եւս մի քայլեր են արել բարելավման վերաբերյալ, այսինքն քաղաքացին ունենալով A, B, C, D, E կարգեր կարող է առանց քննություններ հանձնելու ստանա ցանկացած առանձին այդ կարգեր ունենալու դեպքում այլ կարգի տրանսպորտային միջոց վարելու համար կարող է այլևս էլ տեսական քննություններ չհանձնի, հանձնում է միայն գործնական քննությունը, այսպես կոչված եզդան։